Ողջույն հարգելի հայրենակիցներ, սիրելի հավասարակցություններ, այս տարի շարունակում ենք աշխարհը, հանդիպենք դեպքերի հետ եւ ներկայացնենք տարբեր օրեր, տարբեր տեղեր եք լինում, գյուղական համայնքներ, քաղաքներ, համայնքներ ջուրեք հայցնենք և հայկասնեմ, որ բոլոր 18 ջուրերում բոլոր և մեջնացնում գները կաղանով և հատվածություն նարին, Հարգելի էջմիածինցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Նոյեմբերի 16-ի ընտրություններին մենք մասնակցում ենք որպես նվազագույն ծրագիր ունենալով քաղաքացիական պայմանագրի իշխանազրկումը։ Առավելագույն նպատակը մեր նոր իշխանության ձևավորումն է և իշխանության պատասխանատվություն ստանձնելը։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել, ողջունում ենք ձեզ դիմում Մայր Հայաստանը, անպայման մասնակցեք ընտրությանը։ Մենք հնարավոր բոլոր բնակավայրերում լինելու ենք և գյուղական համայնքներում և քաղաքի տարբեր հատվածներում էջմիածնի, որպեսզի մարդիկ տեղեկանան մեր ծրագրերից, մեր մոտեցումներից և ծրագրերին ու մոտեցումներին տեղյակ լինեն և անպայման մասնակցեն ընտրությանը։ Ողջունում ենք երեխեք ձեզ, եկեք ձեզի դրոշանանք։ Այս ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն, նաև հատուկ կարգավիճակ է ստանում այս ընտրությունը այն առումով, որ էջմիածնում է Մայրաթորը և Մայրաթորը Փաշազադեի հրահանգով ենթարկվում է հարձակման։ Մենք մեր ձայնը պետք է նաև այս առումով բարձրացնենք և թույլ տանք, որպեսզի իշխանությունները իրենց ադրբեջանահաճո ծրագրերը կյանքի կոչեն։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, Ուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։
Էջմիածնի Արամանուկյան քաղաքասի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Հայր Հայաստանը։ Այս խաղաղ արևոտ երեկոն շատ ջերմ հիշողություններ է մեզ պարգևելու մեր հետագա ողջ կյանքի համար, որ մենք եղել ենք ձեր քաղաքասում և կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, բարև ձեզ, անպայման մասնակցել ընտրություններին, գնալ ընտրատեղամաս, ձեր ձայնը տալ Հայր Հայաստանին, որպեսզի մենք հետագայում նույնպես արդեն քաղաքասի բարգավաճման, զարգացման, ամբողջ Էջմիածին քաղաքի և Վաղաշապատ համայնքի բարենորոգման ու զարգացման ծրագրի շրջանակներում նույնպես պարբերաբար լինենք ձեզ մոտ, ականջալուր լինենք ձեր բարձրացած խնդիրներին և բոլորով միասին ուսուսի տված Երևանից մինչև սահման հզորացնենք ու զարգացնենք մեր հայրենիքը։ Բոլորին կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, գնալ ընտրատեղամաս, իրականացնել սեփական իրավունքը և իրագործել սեփական քվեն։ Սիրելի Վաղաշապատցիներ, հարգելի էջմիածինցիներ, մենք ներկայացնում ենք Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, միացիր։ Սիրելի Վաղաշապատցիներ, քանի որ դուք մասնավորապես Արամանուկյան թաղամասը գտնվում եք Մարգարայի սահմանակետ տանող ճանապարհին, առավել քան որևիցե մեկը դուք քաջ գիտակցում եք, որ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունների պարագայում այս իշխանությունները միշտ շարքելու են, որ իբրև թե ուզում են խաղաղություն բերել, այնից 7 տարվա ընթացքում բերել են պատերազմներ, ավեր, մահ, տարածքային կորուստ, վիշտ և նվաստացում։ Հիմա իրենք արդեն ծնկի եկած իրավիճակում պատրաստ են թշնամու բոլոր պահանջները կատարել, միայն թե այսպես կոչված խաղաղությունը դառնա իրականություն։ Բայց դա խաղաղություն չէ, դա երկիրը մաս-մաս աստիճանաբար թշնամու պրոտեկտորատի վերածելու մի անխուսափելի գահավիժում է։ Բարև ձեզ։ Եկեք փոքրիկի մի հատ ողջունենք։ Դա պայծառ ջինջ աչքեր ունի փոքրիկը, որ ինքը մի ժպտա։ Այն դրա համար ենք մենք այստեղ։ Արամանուկյան թաղամասի հարգելի բնակիչներ, Վաղաշապատ խոշորացված համայնքում չկա և մինչև քարոզարշավի ավարտ չի լինելու մի թաղամաս, մի փողոց, մի անկյուն, որտեղ Հայր Հայաստանը ոտք չգործի, քաղաքացիների հետ չշփվի, իր դրական մեսիջը չփոխանցի և չհայցի քաղաքացու քվեր։ Փողոց առ փողոց, տուն առ տուն, թաղամաս առ թաղամաս, պարզ երեսով, շիտակ հայացքով, այնտեղ ժպիտով և ամուր ձեռքսեղումով մենք Էջմիածնեցուն առաջարկում ենք այլընտրանք օրվա դժգույն ու դժբախտ, ինչպես իրենք են ասում։ Վայ իշխանություններին, դրա համար բոլորին ևս մեկ անգամ կոչ ենք անում, գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրություններին և ուշադիր հետևել, թե մինչև քարոզարշավի ավարտը ով ձեզ ինչ կասի, ով ինչ կառաջարկի։ Այս իշխանությունները առաջարկում են նվաստացում, թրքացում, դանոսչիկություն, իրար վրա սուտ կեղծ մատնություն, բռնել, դատապարտել, հետապնդել, ազատազրկել, խաբել, ստել, ստորաբար մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել։ Իսկ մենք ունենք ճանապարհ անցած մարդկանցով համալրված թիմ, ունենք ակտիվ երիտասարդություն, ունենք քաղաքական առաջնորդություն և առաջնորդ,
որի գլխավորությամբ հանրապետության տարբեր համայնքներում որպես ավականներ աշխատում են 24/7 ռեժիմով եւ շիտակ ու առանց ամաչելու շրջում են փողոցներում եւ շատ դեպքերում մարդիկ մեզ ճանաչում են որպես իրենց խնդիրը առաջ տանող ավականու անդամներ։ Հիմա ձեզ տեսնենք ոնց որ ինչպես Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Փարաքարում, Բերդում հայ մարդիկ մերժել են ՔՊ-ին, դուք եք ձեր համայնքում մերժեք ՔՊ-ին, որը կդառնա համապետական մակարդակով քաղաքացիական պայմանագրի մերժման նախագիծը։ Ուստի Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, միացի, որ փոխե։ Հարգելի վաղաշապացիներ, եթե քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվի, ապա Էջմիածնին սպառնում են թանկացումներ, վատ կառավարում, կոռուպցիա եւ թալան։ Այս ամեն ինչը մենք տեսել ենք բոլոր այն համայնքներում, այդ թվում նաեւ Վաղաշապատում, որտեղ որ իշխել է քաղաքացիական պայմանագիրը։ Դրա համար մենք դες կոչ ենք անում մերժելու համար թանկացումները, թալանը, կոռուպցիան, պետք է գնալ ընտրատեղամաս եւ մերժել քաղաքացիական պայմանագրին ու դրա դրածոներին։ Մենք դες կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ ձեր քվեով ձևավորել նոր իշխանություն։ Դա ձեր քաղաքացիական իրավունքն ու պարտականությունն է։ Պետք է անպայման մասնակցել եւ իրացնել սեփական իրավունքը, այլապես դժգոհելու հնարավորություն չի լինելու։ Այս իշխանությունների դաշնակիցը երկուսն են, Վաղաշապատ։ Ուզում են, որ տանը մնա, չմասնակցի, նույնիսկ այն դեպքում, երբ այդ անտարբեր մարդը չի ընդունում օրվա իշխանության քաղաքականությունը։ Մեր խոսքը նաև այդ անտարբեր, միգուցե նաև հիասթափված կամ հուսահատված մարդուն է ուղղված։ Մի հիասթափվեք, մի վհատվեք, մի գրգեք, անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեի իրավունքով ձևավորեք նոր իշխանություն։ Մի մտածեք, որ ձեզանից բան կախված չէ։ Մի հիասթափվեք այն ամեն ինչ տեսնում եք ձեր շուրջը։ Այդ հիասթափության, անտարբերության պատճառը այս իշխանությունն է։ Եվ որպեսզի անտարբերությունն ու հիասթափությունը վերանան, մենք պետք է անպայման մասնակցենք ընտրությանը։ Մեր քվեի ուժով ձևավորենք նոր իշխանություն։ Դա մեր բոլորի համար կբացի հնարավորությունների դուռ եւ մենք փոփոխությունների կհասնենք ոչ միայն Վաղաշապատում, այլ նաեւ ամբողջ Հայաստանում։ Մեր կարգախոսն է միացիր, որ փոխենքը։ Մենք ձեզ առաջարկում ենք միանալ, որովհետև առանձին վերցրած ոչ մեկ չի կարողանա իրագործել այն ծրագրերը, որը նախանշել է։ Մենք դրա համար ուզում ենք, որ քաղաքացին միանա մեզ, իր քվեի ուժով, իր համոզմունքով, իր սկզբունքներից ելնելով։ Միացիր, որ փոխենքը պատահական կարգախոս չէ։ Դա նշանակում է, որ քաղաքացին իր հերթին, իր պարտականությունները պետք է կատարի, իր իրավունքը իրացնի, որպեսզի մենք էլ կարողանանք կյանքի կոչել այն ծրագրերը, որը ներկայացրել ենք։ Իշխանափոխություն Վաղաշապատում, իշխանափոխություն Հայաստանում։ Միացիր, որ փոխե, միացիր, որ փոխե, Մայր Հայաստան, համար 4, Համար 4, Մայր Հայաստան։
Սերին վաղաշապատ որդին Հեչ միասին իմ Մայր Հայաստան Հուսակցություն, գրեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ որդին Հեչ միասին իմ Մայր Հայաստան Վաղաշապատ ոստան ես դու մեր դրպրության Դարձին ոչնավ, նոր տարի ողջայության Քոզորահար, աչակասին Խաշը և հիպասին Սեն վաղաշապասին Հեչ միասին իմ այր Հայաստան Կանցնեն նորել ապրելության տխրության եկել է շանը կողաքի շուշնիության Սեն վաղաշապասին Հեչ միասին իմ այր Հայաստան Անիր ասողորդին Սերին վաղաշապատ Սուրբին Հեչ միասին իմ այր Հայաստան Սերին վաղաշապատ Սուրբին Հեչ միասին իմ այր Հայաստան Թիվ 4 գրիաթերթիկ Սիրելի Էջմիածնի բնակիչներ, ձեզ ողջունում եմ այր Հայաստանը։ Կոչ ենք անում ձեզ մասնակցել ընտրություններին ամսի 16-ին։ Մի մնացեք տանը, դուրս եկեք, ձեր արդար քվեն տվեք։ Մենք համար 4-ենք, Մայր Հայաստան, Համար 4 Մայր Հայաստան, Համար 4 Մայր Հայաստան Որ փոխենք Որ փոխենք Էջմիածնի հարգելի բնակիչներ, սիրելի ընտրողներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, գրիաթերթիկ համար 4։ Նոյեմբերի 16-ի ընտրությունները շատ կարևոր են յուրաքանչյուրի համար։ Դուք պետք է անպայման մասնակցեք ընտրությանը, որպեսզի կանխեք թալանը, կոռուպցիան, թանկացումները, վատ կառավարումը։ Մենք ձեզ կոչ ենք անում չալարել, իրացնել ձեր քաղաքացիական պարտքը, իրացնել ձեր իրավունքը և ձևավորել նոր իշխանություն։ Քաղաքացիական պայմանագիրը և իր կցորդը նպատակ ունեն վերարտադրվել վաղաշապատ համայնքում, որպեսզի էլ ավելի ուժգնացնեն գրոհը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որպեսզի կառավարեն համայնքը այնպես, ինչպես մյուս համայնքներում, որտեղ իշխում է քաղաքացիական պայմանագիրը։ Իսկ դա նշանակում է թանկացումներ, թալան, տեղական տուրքերի ու վճարների ավելացում, ջերմոցների նկատմամբ մեծ վճարների սահմանում, չլուծված խնդիրներ, անարդյունավետ կառավարում եւ այլն։ Ձեր իրավունքն է մասնակցել եւ թույլ չտալ կոռուպցիայի ու թալանի հաղթարշավ, թույլ չտալ թանկացումներ։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան։
այլ ուսա։ Միացեք, որ փոխենք։ Հարգելի էջմիածինցիներ, անպայման նոյեմբերի 16-ին ժամանակ եք հատկացնում, գնում եք ընտրատ տեղամասեր, որպեսզի հետո չդժգոհեք, չտրտնջաք, չանիծեք ձեր վատ առօրյան, չմտածեք, որ կարելի է ինչ-որ բան փոխել, բայց ափսոս, որ չեք օգտվել այդ հնարավորությունից։ Դրա համար պետք է լինի բարձր մասնակցություն։ Բարձր մասնակցության պարագայում սրանց ադմինիստրատիվ ռեսուրսը չի աշխատելու։ Իրենց հույսն այն է, որ մարդիկ անտարբեր կլինեն, բացակայող կլինեն, չեն գնա ընտրատեղամասեր, իսկ իրենց վարչական ռեսուրսով կլցոնեն ընտրատեղամասերը և կկարողանան իրենց անհրաժեշտ թվերը հավաքել։ Դրա համար պետք է քաղաքական ապտակ հասցնել քաղաքացիական պայմանագրին և ցույց տալ, որ դուք ձեր իրավունքի տերն եք։ Դուք ունեք հնարավորություն ձեր քվեի ուժով ձևավորել նոր իշխանություն։ Մայր Հայաստանը բազում ծրագրեր է ներկայացրել համայնքի կառավարման թեմայով։ Մենք գտնում ենք, որ Էջմիածինը կարող է դառնալ կարևորագույն տուրիստական կենտրոն ամբողջ Հայաստանի մասշտաբով և դրա բոլոր նախադրյալները կան։ Մայրաթորի առկայությունը, մշակութային հզոր ժառանգության առկայությունը, Զվարթնոց օդանավակայանին մոտ լինելը, մայրաքաղաքին մոտ լինելը, աշխարհում եթե նման քաղաքներ լինեին, նրանք անպայման կզարգացնեին տուրիզմը ու հենց այդպես էլ անում են։ Նման դիրքային առավելություն ունեցող քաղաքները դառնում են տուրիստական կենտրոն, զարգացնելով տնտեսությունը, զարգացնելով տվյալ համայնքը։ Մենք նույնպես այդ հնարավորություն ունենք և կարող ենք զարգացում ապահովել։ Բարի ձեզ։ Ծանոթացեք ծրագրերի Շարունակեմ, ժողովուրդ ջան, տուրիստական հնարավորությունները Էջմիածնի բավական բարձր են և մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Նույն Զվարթնոց թաղամասը, որտեղ մենք արդեն եղել ենք, ունի հնարավորություն դառնալու շատ լավ ժամանցի վայր։ Եթե մենք վերակառուցենք հայտնի կարուսելների հատվածը հարակից տարածքներով։ Մեր ծրագրում դա կա և իշխանական քվեն ստանալու պարագայում մենք պարտավորվում ենք վերականգնել Զվարթնոցը։ Եվ մենք ակնկալում ենք ձեր քվեն, որպեսզի մեր ծրագրերը կարողանան կյանքի կոչել։ Մենք Մայր Հայաստանն ենք, մեր քվեաթերթիկը թիվ 4-ն է, և ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը։ Բարև ձեզ։ Բուկլետ մի հատ փոխանցենք։ Բուկլետ փոխանցենք, որ բուկլետ փոխանցենք։ Մայր Հայաստան։ Համար 4։ Համար 4։ Մայր Հայաստան։ Շարունակում ենք շրջայցը
Մայր Հայաստան կուսակցություն, քրեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Վաղաշապատ ոստանն ես դրում էր դպրության Դապցիտ կոչնակ նոր պայքարի ողջայության Միացին իմ այ Հայաստան Կանցնեն օրեր ապելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուրջ միության Սեր դուրասին տոքոր Սիրելի իշխանություններ, հարգելի վաղաշապատցիներ, ձեզ ողջունում է Հայ Հայաստանը, մենք թիվ 4 քրեաթերթիկն ենք, բոլորիդ կոչ ենք անում, անպայման մասնակցել ընտրություններին, գնալ ընտրատեղամաս, տնօրինել համայնքի ճակատագիրը, պատասխանատվություն ստանձնել վաղաշապատի ապագայի վերաբերյալ, պատասխանատվություն ստանձնել ոչ միայն վաղաշապատի, այլ նաև Մայրաթոռի հայրաքելական եկեղեցու վրա կատարվող այս ոտնձգությունների նկատմամբ։ Ձեր վճռական խոսքը ասեք իշխանությունների թերքաբարող և Ալիևահաճո պահվածքին, տեր կանգնեք Մայրաթոռին, ինչպես 1918 թվականին Մայրաթոռը հնչեցրեց զանգերը և Սարդարապատում հայ ազգը կարողացավ հետ մղել թուրքական ներխուժումը, այսօր եկել է պահը վերադարձնելու, հատուցելու եկեղեցուն իր հայապահպանության պատվավոր առաքելության համար։ Տեր կանգնեք հայ առաքելական եկեղեցուն, տեր կանգնեք Մայրաթոռին, թիվ 4 քրեաթերթիկը Մայր Հայաստանն է, սատար և նեցուկ եղեք Մայրաթոռի և Մայր Հայաստանի հաղթարշավին, ունեցեք ձեր դերը, կատարեք ձեր ընտրությունը և արդյունքները իրենց երկար չեն սպասեցնի, բոլորիդ կոչ ենք անում, համար 4, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, համար 4 Հարգելի իշխանություններ, նոյեմբերի 16-ի ընտրությունը շատ կարևոր նշանակություն է ունենալու և համայնքային կյանքում և ամբողջ հանրապետությունում։ Մենք միասին պետք է հասկանանք,
որ այս իշխանությունները ուզում են վերարտադրել աթոռը, որպեսզի գնան հետագա զիջումների Թուրքիայից ու Ալիևից ակնկալելով աջակցություն իրենց։ Այս իշխանությունները ուզում են վերարտադրել աթոռը, որպեսզի կարողանան թանկացումներ բերել, թալան, կոռուպցիա եւ մարդկանց կյանքի որակի անկում։ Իրենք միգուցե սկզբնական փուլում այդպես չէին ուզում, բայց հիմա արդեն ավտոպիլոտ ռեժիմով գնում են թանկացումների, գնում են վատ կառավարման եւ դա նրանց հիմնական որակն է։ Նաեւ թե ինչ են արել մայրաքաղաք Երևանում։ Իշխանության գալուց հետո բերել են միայն թանկացումներ, թալան, ատկատներ, վատ կառավարում, մարդկանց կյանքի որակի անկում։ Նույնը այստեղ է սպասում է, թե սրանք կարողանան շարունակել իրենց իշխանությունը։ Դա վերաբերելու է եւ Էջմիածին քաղաքին եւ գյուղական համայնքներին։ Բարև ձեզ, ողջունում ենք ձեզ։ Դրա համար մենք պետք է թույլ տանք այս իշխանության վերարտադրություն, թույլ տանք քաղաքացիական պայմանագրի եւ նրան կցվածի քաղաքականության շարունակություն, որովհետեւ մեզ համար դա ինչպես արժե համակարգային, այնպես էլ քաղաքական ու համայնքային կյանքին վերաբերող հարց է։ Նոյեմբերի 16-ը շատ կարևոր օր է եւ ձեզանից յուրաքանչյուրը սիրելի էջմիածինցիներ պետք է որոշում կայացնի այդ օրը առավելագույնը 30 րոպե տրամադրել եւ իրացնել սեփական քաղաքացիական իրավունքը։ Դուք պետք է անպայման մասնակցեք ընտրությանը, գնանք ընտրատեղամաս։ Առաջին որոշումը դա արդեն հենց գնալը կլինի։ Երկրորդ որոշումը ներժել եւ որևէ պարագայում քվեջ տալ քաղաքացիական պայմանագրին ու նրան կցվածին։ Երրորդ որոշումը ձայնը տալ Մայր Հայաստանի, որպեսզի մենք կարողանանք կյանքի կոչել այն ծրագրերը, որը մեր Գավառաշապատի հանրության ճշող եւ զգալի մեծամասնության հավանությանն է արժանացել։ Նույնիսկ իշխանությունները եւ վայրահաչում են Մայր Հայաստանի դեմ, վայրահաչում են Մայր Հայաստանի դեմ, ընդունում են, որ ծրագիրը բարձրորակ է ու տարբեր բամբասանքային լուրեր են դրանից հետո տարածում, որպեսզի կարողանան հիմնավորել, թե ինչու պետք է իրենք մնան աթոռին։ Մեր մոտեցումն այն է, որ մենք ներկայացնում ենք եւ ծրագրով, եւ քաղաքական թիմով, եւ մասնագիտական թիմով։ Եվ ամենակարևորը, մեր թիմում կան մարդիկ, ովքեր համայնքային կառավարման փորձ ունեն եւ լսելով չի, որ տեղյակ են, թե ինչ է նշանակում համայնքի կառավարումը։ Այնպես որ մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ թույլ տալ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվի, որովհետև դա լրջագույն հարված կլինի Հայաստանի Հանրապետությանը։ Դա բացասաբար կանդրադառնա ամբողջ համայնքային կյանքի վրա։ Այնպես որ նոյեմբերի 16 Մայր Հայաստան թիվ 4 քվեաթերթին Մայր Հայաստան համար 4 Մայր Հայաստան միացիր միացիր Մայր ջան, բարև ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրությանը։ Ձեր քվեից շատ բան է կախված։ Նոյեմբերի 16-ին անպայման կգնաք ընտրատեղամաս։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վարշապատ It's me, I see my Հայաստան Վարշապատ Ոստան ես
դարձի կոչնար, նոր պայքարի ողջայության։ Սիրելի էջմիածինցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4, անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեի ուժով վերջ դրեք այս ապիկան իշխանությանը, քաղաքացիական պայմանագիրը և նրան կցվածները ոչ մի դրական բան չեն կարող բերել, Մայրի ջան, ողջունում ենք ձեզ։ Ողջունում ենք, անպայման մասնակցենք, մենք թիվ 4 տեղ։ Քաղաքացիական պայմանագիրը, ինչպես որ ամբողջ երկրի համար, այնպես են վաղաշաբաթի համար, ոչ մի դրական բան չի կարող բերել, ու չի բերել։ Նրանք ընդամենը իրենց կյանքն են բարելավել, իրենց ֆինանսներն են մեծացրել, իրենց հնարավորություններն են մեծացրել, լինի դա հողերի վաճառք, լինի դա շինթույլտվությունների միջոցով, լինի դա տարբեր տենդերների շահելու միջոցով, հատկատների միջոցով, այս ամեն ինչը քաղաքացիական պայմանագրի գործելավոճն է։ Իրենք իշխանության եկան հայտարարելով, թե իբր կոպեկ ժողովրդին են վերադարձնելու թալանածը, բայց իրենք կոպեկ չէ, այլ մեծ գումարներով իրենց մեջ քաշեցին այդ հնարավորությունները և ժողովրդին ընդամենը տվեցին թանկացումներ, թալան, պատերազմ, մահեր ու ավերածություններ։ Իրենք կոպեկը վերադարձնելու կարգախոսով եկան ու տուն արտուն հազարներով կյանքեր խլեցին։ Իրենք վաղաշաբաթը խոստացան լավ կառավարել, բայց հիմա իրենց իսկ նշանակած քաղաքապետի հետ կապված ասում են մենք պատասխանատվություն չենք կրում և կոռուպցիոն սկանդալների մեջ են հայտնվել։ Սրանք անպատասխանատուների, ապիկարների, գավաճանների իշխանություն են։ Սրանք ուրացողների դաշինք են, սրանք սրբապիղծների դաշինք են և սրանք կեղծ մատնություն ներկայացնողների դաշինք են։ Այս իշխանությունը անպատվաբեր է Հայաստանի Հանրապետության ու վաղաշաբաթի համար։ Այդ իսկ նպատակով պետք է մասնակցել ընտրությանը և մերժել քաղաքացիական պայմանագիր կոչվածին, որը իր ղեկավարին նույնիսկ չի կարողանում ներկայացնել վաղաշաբաթցիներին։ Իրենք գլուխները բներից չեն հանում։ Նիկոլ Փաշինյանը, որը 18 թվականին բնդում էր կտրել, Երևանի այն ժամանակվա ընտրություններին անձամբ էր քարոզարշավը տանում, հիմա ծակն է մտել, չի ուզում Երևան ժողովրդի աչքին և պատճառն այն է, որ
ըստ ամենայնի հաշվարկել են, որ իր դեմքը եթե երևա անդրարշավի ժամանակ, ապա վաղաշաբաթցիները էլ ավելի մեծ ուժգնությամբ կմերժեն քաղաքացիական պայմանագրի։ Դրա համար Նիկոլ Փաշինյանին թաքցրել են նաև քաղաքացիական պայմանագրին, դեմ են տվել մի երիտասարդի, որը հոր անցած ուղին է ուրացել, եւ այդ երիտասարդի միջոցով ուզում են խաբել էջմիածինցիներին, վաղաշաբաթցիներին, թե իբր քաղաքացիական պայմանագիրը կապ չունի, այստեղ անձերի ընտրություն է, այդ անձին էլ փորձում են վաքսել, մաքրել ու փոշին թափ տալ վրայից, Ադրբեջանը հաճո այդ փոշին թափ տալ վրայից ու ներկայացնել մեր հանրությանը։ Բարև ձեզ։ Մենք դա թույլ չենք տալու, մենք դա ներկայացնելու ենք հանրությանը։ Մենք պատմելու ենք ժողովրդին, որ քաղաքացիական պայմանագրի թեկնածուին ձայն տալով մարդիկ քվեարկում են անձամբ Նիկոլ Փաշինյանի օգտին, քվեարկում են Փաշազադեի օգտին, քվեարկում են ադրբեջանական ծրագրերը կյանքի կոչելու օգտին, քվեարկում են համայնքային ոլորտում թանկացումների օգտին, քվեարկում են գյուղերի դատարկման օգտին, պատերազմի օգտին, պարտության օգտին։ Մենք դրա համար կոչ ենք անում, որպեսզի մարդիկ հստակ տարբերակեն, թե ով է, գնան ընտրատեղամաս եւ ձայնը տալ նոր ուժի, ինքնուրույն ուժի, այլընտրանք ներկայացնող ուժի, որը Մայր Հայաստանն է։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, բան փոխել, միացիր։ բան փոխել։ Ժողովուրդ, հիմա մենք անցնում ենք Արամանության թաղամասով ու խնդրեմ ցույց տալ, թե ինչ վիճակի մեջ է այս այգին։ Ինչ վիճակի մեջ է, բացի թողի, անտերության մատնված, կեղտի մեջ կորած եւ այս հսկայական տարածքը, որ կարող է դառնալ շատ լավ խաղահրապարակ, լքված վիճակի մեջ է, որովհետեւ անտերության է մատնված համայնքային կառավարումը, անտերության է մատնված կոնկրետ Արամանության թաղամասում այս խաղահրապարակը։ Մեր ծրագրերում բազում առաջարկներ կան խաղահրապարակների հետ կապված, զբոսայգիների հետ կապված, Զվարթնոց թաղամասում արդեն ասացի կարուսելի հատվածի հետ կապված, ամբողջ էջմիածնի հետ կապված։ Մենք այս ծրագրերը կյանքի կոչելու համար ձեր քվեի անհրաժեշտություն ունենք։ Հայր ջան, բարև ձեզ։ Մենք ցանկանում ենք իրագործել այդ ծրագրերը ձեր քվեի ուժով։ Մենք համոզված ենք, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ մենք հենց ժողովրդից ենք ակնկալում այն քվեն, որը մեզ հնարավորություն կտա իշխանափոխություն իրականացնել։ Բարև ձեզ, հատ կուկլետ տվեք մեր հայրիկին։ Հնարավորություն կտա կյանքի կոչել մեր այն ծրագրերը, որով մենք ձեր առաջ ներկայանում ենք։ Այնպես որ սիրելի էջմիածինցիներ, վաղաշաբաթի հարգելի ընտրողներ, մի զլացեք, մի վախեցեք, մի ընկրկեք, մի հիասթափվեք, մի հուսահատվեք, անպայման գնացեք ընտրատեղամաս եւ ձեր քվեով ձեր ձեռքը վերցրեք համայնքի եւ երկրի կառավարման ճակատագիրը։ Մենք ձեզ կոչ ենք անում անտարբերությունը մի կողմ դնել եւ մասնակցել ընտրությանը։ Ընտրության բարձր մասնակցությունը, բարև ձեզ ժողովուրդ, ընտրության բարձր մասնակցությունը մեզ բոլորիս հնարավորություն կտա, բարև ձեզ, մեզ բոլորիս հնարավորություն կտա ձևավորել նոր իշխանություն, այնպիսի իշխանություն, որը եւ համայնքային եւ համապետական մասշտաբով պատասխանատու կլինի եւ այսպիսի ապիկար դրսևորում չի ունենա։ Ժողովուրդ, համապետական մասնակցեք ընտրությանը, մենք Մայր Հայաստանն ենք քիչոս։ Մայր Հայաստան կուսակցություն կրեատիվ համար միացիր, որ փոխենք։
ողջայության նախագծերին, նախընտրական ինչ ենք առաջարկում մենք նոյեմբերի 16-ին մասնակցելով ընտրությանը դուք պետք է կայացնեք որոշում մեջելով քաղաքացիական պայմանագրին եւ հանրապետության կուսակցությանը նրանք երկուսն էլ քույր կազմակերպություններ են համատեղ են գործում Այդ իսկ պատճառով ձեր քվեն բոլորին շատ կարևոր է, ձեր մասնակցությամբ դուք պետք է ապահովեք, որպեսզի չգողանան ձեր քվեն։ Մասնակցեք պարտադիր ընտրություններին, որ չկարողանան քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվել այն համայնքում, որտեղ 7 տարի կառավարել է եւ ծագողել է իշխանությունը։ Իսկ այստեղ Արամ Մանուկյան համայնքում ենք գտնվում, այստեղ ամբողջությամբ բակերը անբարեկարգեին, մայթերը անբարեկարգեին լի էին աղբով, նաև աղբանության հարց այստեղ չեն կարողացել լուծել, որը մենք խոստանում ենք, ձեր քվեն տրամադրելու Մայր Հայաստանին, իշխանություն ստանձնելու դեպքում մենք կատարելու ենք մեր առջև դրված բոլոր պարտականությունները։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Սիրելի էջմիածինցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ թիվ 4։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին եւ ձեր քվեի ուժով մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին ու ձևավորել նոր իշխանություն։ Մայր Հայաստանը պատրաստ է ստանձնել իշխանական պատասխանատվությունը եւ կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որը մենք ձեզ ներկայացրել ենք։ Մեր իշխանության պարագայում վաղաշաբաթ համայնքի կառավարման գործում կներգրավեն բոլոր կարող ուժերը, բոլոր այն իրական ընդդիմադիր ուժերից, ովքեր որ հայտ են ներկայացրել եւ մասնակցում են վաղաշաբաթի ընտրություններին։ Մենք խոստանում ենք, որ մասնագիտական ու պրոֆեսիոնալ բարձր որակներ ունեցողները
դուրս չեն մնալու կառավարման ոլորտից։ Մենք կադրային ջահ չենք իրականացնելու։ Մենք միայն վերին օղակն ենք մաքրելու ՔՊ-ից ու նրա մնացուկներից, իսկ միջին ստորին օղակների աշխատողները, նրանք ովքեր կընդունեն մեր ծրագրերը, գաղափարներն ու սկզբունքները կմնան ու կաշխատեն ու կշնացնեն Խաղարշապատ համայնքը։ Մենք խոստանում ենք լայն կոնսոլիդացիա ապահովել, ներգրավել բոլոր կարող ուժերին և ձևավորել համերաշխության ու զարգացման իշխանություն Խաղարշապատ համայնքում։ Քաղաքացիական պայմանագիրը վերջին 7-8 տարիներին ցույց է տվել իր դեմքը և նրանից ակնկալել դրական արդյունքներ պարզապես միամտություն է։ Կոռուպցիոն սկանդալների մեջ թաղված քաղաքացիական պայմանագիրը անպատասխանատու վերաբերմունք է ցույց տալիս և հայտարարում, որ չի կիսում այն նախորդ իշխանության պատասխանատվությունը, որը նույն ՔՊ-ից է եղել։ Սա ուղղակի անհարգալից վերաբերմունք է Խաղարշապատցու նկատմամբ։ Մենք մերժում ենք այդ մոտեցումը և ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցել ընտրություններին և ձևավորել նոր իշխանություն։ Սա է մեր հիմնական կոչը խաղարշապատցիներին և մենք ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը նոր իշխանության ձևավորման հարցում։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին Խաղարշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Ոստան ես դու մեր դեպույցյան Դարձի ոչնան նոր այ բարի ողջայության Ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ թիքով, նոյեմբերի 16-ի ընտրությունների անպայման մասնակցեք և ձեր քվեի ուժով սկիզբ դնեք նոր իշխանության ձևավորմանը։ Սա պատասխանատու քվեարկության օր է և բոլորիս կյանքում ունենալու է վճռորոշ նշանակություն։ Համայնքային կյանքի բարեփոխման և զարգացման հնարավորություն ստանալու համար քաղաքացիական պայմանագիր կոչվածը պետք է հեռացվի համայնքային կառավարումից
որպեսզի մենք կարողանանք նոր շունչ բերել, նոր հնարավորություններ բերել վաղաշաբաթ համայնքի համար։ Վաղաշաբաթում փոփոխությունները կարող են դրական ազդակ հաղորդել ամբողջ հանրապետությանը։ Դրա համար էլ մեր կարգախոսներից մեկը իշխանափոխություն վաղաշաբաթում, իշխանափոխություն Հայաստանում։ Սա է այդ կարգախոսներից մեկը և ունենալու է կարևոր նշանակություն։ Մենք դες կոչ ենք անում անտարբեր չմնալ, մասնակցել ընտրությանը և ձեր թվերի ուժով սկիզբ դնել դրական փոփոխությունների ամբողջ հանրապետությունում։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն քրեատիվ համար 4 միացիր, որ փոխենք։